Բարի երեկո, սիրելի ընկերներ, հարգելի քաղաքացիներ, ավտոլայվի ռեժիմով այս կարևոր արագ զարգացող իրադարձություններին ուզում էի շատ արագ արձագանքել, համացանցային իրադարձություններ են, նաև գետնի վրա իրադարձություններ, հենա քիչ առաջ մեր լավ ընկեր արցախցի Ռոման Գերիցյանի էջում նկատեցի և տարածեցի էլ հայտարարություն, որ վաղը ժամը 15:00 Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանի դիմաց շտաբ հավաք են նախաձեռնում թեմակալ առաջնորդի տեր Վրթանեսի ավազան անունը Կամո, չգիտեմ, իրավունք ունի այսքանից հետո իր վարքագծից հետո ավազան ուրեմն հոգևոր անունը կրելու, այս ուրացումից հետո իրավունք ունի թե չէ, ամեն դեպքում Վրթանես Սրբազանի առաջնորդարանի մոտ պահանջով ներողություն խնդրել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչողի առջև խոնարհվելու համար, մեր սրբությունները ադրբեջանցիներին հանձնելու և պղծելու և հանձնողի և պղծողի առջև խոնարհվելու համար մարդիկ իրենց առաջնորդից հաշիվ են պահանջում։ Ընդ որում այն առաջնորդից, որին այդ բարձր պատվին արժանացրել է ամենայն հայոց կաթողիկոսը և այսօր դուրս է եկել ամենայն հայոց կաթողիկոսի դեմ, ինչը ուղիղ ուխտադրժություն է։ Նրա մասին է ուզում խոսել, այսինքն համացանցային գետնի վրա իրադարձություններ, շատ լավ օր էր այսօր իրականում, այսօր մեր եկեղեցին շատ կարևոր տոն է տոնում, շատ կարևոր տոն է այսօր մեր եկեղեցում, Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնն է, այսօր մեր Արսենի հետ Բաբայան մայրաթոռում էինք, մասնակցեցինք պատարագին, ոչ գիրակնորյա, երբեմն լինում է, չէ, այս կարևոր տոներին, Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները մեր եկեղեցու հիմնադիրներն են, մեր առաջին լուսավորիչներն են, Գեղարդը մեր եկեղեցու ամենամեծ սրբությունը Թադեոս առաքյալն է բերել Հայաստան, այսօր վեհափառ հայրապետը նրա տնօրինությամբ դուրս էր բերվել Գեղարդը, մենք երկրպագեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսին նրա Գեղարդի միջոցով, այն Գեղարդի միջոցով, որով որ խոցվել էր նրա կողը և աստվածաշնչյան կարևորության սրբություն է մեր եկեղեցու համար։ Դրանից հետո այցելեցի Արմավիրի բանտ, ընկերոջս քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին տեսա և ասեմ, այս իրադարձությունը 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրականում այդ 10-ից 8-ին դուք տեսել եք Նիկոլ Փաշինյանի հետ նույն սեղանում, մյուս երկուսին չեք տեսել, չգիտեմ ինչու, մեկը դե արևմտյան թեմի առաջնորդն էր, այն մյուսն էլ ոնց որ թե Արմավիրի առաջնորդն էր, ինչ, բայց ստորագրել էին այն նամակը, այսինքն այս նույն 10-ն են, հնարավոր է, շատ հնարավոր է, ավելանան նրանք, ուխտադրժությունը երբեմն վարակիչ է լինում, սա ուղիղ ուխտադրժություն է, այլ անուն, այլ բառ ուղղակի այստեղ հնարավոր չի ասել, և գիտեք ինչն է հետաքրքիր, հենց այս օրով, այն օրով, երբ որ Հայաստան մուտք գործեց քրիստոնեական մարդկանց տոնն է նշվում շնորհիվ մուտք գործեց Հայաստան քրիստոնեությունը, որից հետո նոր 240-250 տարի հետո եղավ արդեն մենք երկրորդ լուսավորիչը, Գրիգոր լուսավորիչը, որտեղ արդեն պետական կրոն ընդունվեց, մենք դարձանք համաշխարհային քրիստոնեության մաս, երեք Հռոմի Պապը և Բարդուղիմեոս պատրիարքը միասին միջոցառման են, չէ, Նիկիայի ժողովի նվիրված, մենք ունեցանք Արիստակես Պարթևը Գրիգոր լուսավորչի աթոռակից կաթողիկոսը, որ մեկնեց և մասնակցեց Նիկիայի ժողովին,
կարևորագույն ժողով, որտեղ որ քրիստոնեության այսպես հիմքերը հաստատվեցին, մեր հավատո հանգանակը հաստատվեց, քրիստոնեական համայնքի բոլոր վարքականոնների հիմքերը դրվեցին, եղանակը որոշվեց, ժողովական եղանակը որոշվեց, եւ մենք տեսնում ենք, որ ինչքան կարևոր է, որ հենց այսօրով ջրի երես դուրս եկան ուխտադրուժները։ Գիտեք, այն անեկդոտն է հիշեցնում են, որ պապը պատմում է համապատասխան բան իր թոռանը, իր պատերազմական անցյալից, ասում էին կամ այս ինչ բանն ենք անում, կամ սպանում ենք, թոռն էլ հարցնում է, ասում է, պապ, բա քեզ ինչ արեցին, ասում է, ինձ սպանեցին։ Հիմա այսպիսի բարոյական ինքնակործանման ճանապարհ են ընտրել։ Այս պահին դեռ 10, բայց իհարկե կարող են որևէ այսպես զարմանալի բան չի լինի, որովհետև գիտեք, մենք ունենք 3 գերված սրբազաններ, եւ այդ 3-ը մեծ է այս պարագայում։ Միքայել սրբազան, Բագրատ սրբազան, Մկրտիչ սրբազան, այդ 3-ը մեծ է ցանկացած թվից։ Կարդում եմ այդ հայտարարությունը, ինձ են նաև դիմում, որպես հավատավոր հոտ, վեհապարին են մեղադրում, ասում են թող հրաժարական տա, հրաժարական են պահանջում, ովքեր են պահանջում հրաժարական։ Նավասարդ arczepiskopos Կճոյանը, օրինակ, մեկը նա է պահանջում, որը, որ չգիտեմ, քանի հոգի իր հետևից կգնա։ Ասենք ինքը որ հայտարարի, ասի ինչ որ բան ենք անում։ Քանի հոգի, ասենք օրինակ իր երիտասարդաց միություններից, օրինակ, քանի հոգի իր հետևից կգնա։ Ով է այդ մարդուն հարգում առանց հայ առաքելական եկեղեցու իր Պիտրոսի, ով է այդ մարդուն առհասարակ ճանաչում։ Միակ բանը, որը նրան պաշտպանող երևույթ էր, նա հայ առաքելական եկեղեցու նվիրապետ է։ Ու շարունակում է դեռ ֆորմալ առումով մնա, չգիտեմ, ինչպիսի արձագանքներ կլինեն, եւ նա իրականացրել է ուխտադրժություն։ Չգիտեմ, որ մեկին ասեմ։ Դեկանը, որ հանել են դեկանից, երևի շատ է ուզում դեկան դառնել, պրոշներով մի հատ դեկան կա։ Անուշավան սրբազանը, պրոշներով, սենց պրոշները լցրած տղամարդ էլի։ Ոչինչ չունեմ պրոշները լցրած, պրոշները լցնելու դեմ, բայց անկեղծ ասած առաջի անգամ է պրոշները լցրած տղամարդ տեսնում։ Ով է այդ մարդը, ով է նրան հարգում, ստում մենք տեսնենք նաև նրա ուսանողների արձագանքը, իր դավաճանությանը եւ ուխտադրժությանը, այդպես երեխու պես ես դեկան եմ ուզում դառնամ, ասենք դրա անվանությամբ։ Վայոց Զորի առաջնորդը, չէր դեր Աբրահամ էր ոնց որ, այն որ մարզի կեսը իրանն է պատկանում, ու տենց չգիտեմ, այդ է էլի իրանց սրբազանի կերպարը էլի, իհարկե լավ չի, որ այդ մարդիկ հայ առաքելական եկեղեցուն են ներկայացնում, բայց գիտեք, ստեղ են դեպքն է, որ երևի թե Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած էս խայտարակ շարժումը, այն ինչ է, որ այս մասու ուղիները անքննելի են, գուցե դրան բերի, որ այս խայտարակ կերպարները, որ ես չգիտեմ քանի հոգի Աբրահամ սրբազանին ով է ընդհանրապես հարգում իրենց, քանի հոգի են հարգում, լավ, գուցե կլինեն որոշները, իր աշխատողները օրինակ, լիքը աշխատող ունի այդ մարդը, գուցե այդ մարդիկ տենց, այդ ուրացող անձնավորությունը, մեր սրբությունները հանձնողի առջև խոնարհվող անձնավորությունը, Աբրահամ սրբազան կոչեցյալը։ Որ մեկի անունը տաս, որ մեկինը թողես, դեն Գևորգ սրբազանի հետ կապված, անկեղծ ասած, տենց նրա մասով սկի բան չկա ասելու, երևի թե առհասարակ բան չկա ասելու մի հատ, չգիտեմ այդ մարդը, որ 3 ամիս առաջ ասում էր, եթե քաղաքական իշխանությունը միջամտի, ապա մենք սենց, մեկն էս տենց, ու հիմա տեսեք իրա տեքստերը։ Բայց այս ամեն ինչից ամենածայրահեղ դրսևորումը իհարկե Արցախի թեմի առաջնորդի հանգամանքն է, որը ես 3 առաջ օրեր, եթե մնացածների դեպքում մենք կարող ենք դավաճանություն եւ ուրացում բառը ասել, այս մարդու դեպքում այդ բառը բավարար չի, որևէ լեզվի բառարանում չկա բառ, որը դա կարտահայտի։
որը դա կարտահայտի։ Եվ ես շատ ուրախացա, որ արցախցիները համացանցային գրառումներից զատ գնում են իրենց սրբազանի մոտ։ Իրենց սրբազանի մոտ։ Եղել է առիթ, երբ ես այդ ինչ Վրթանես սրբազանին ներկայությամբ երրորդ անձիվ իմ կողմից շատ հարգված ասել եմ սրբազան, ես ընդունում եմ քո հոգևոր իշխանությունը։ Ինչ որ հարց կար, որի հետ կապված նա կարծում էր, որ ես ինչ որ մի բան ճիշտ չեմ արել, հիմա չեմ ուզում դրա մասին խոսել։ Իր ընկերոջ հետ էր կապված, հիմա արդեն պարզա թե ինչն ինչոց է։ Ես իմ բացատրությունը տամ, եթե դու ինձ ուզում ես հոգևոր պատժի ենթարկել, խնդրեմ, ես պատրաստ եմ ընդունել ցանկացած պատիժ։ Իմ բացատրությունը տվեցի, ասեց ոչ մի բան։ Ես իր առջև ընդունել եմ այդ իշխանությունը։ Բայց հիմա դուրս գալ իրեն օծողի դեմ այս 10-ից առնվազն 7 թե 8-ը անձամբ Գարեգին Վեհապարի կողմից են եպիսկոպոսացվել։ Դուք հասկանում եք, ես ինչ բարոյական առողջացման մասին եմ ուզում խոսել, ինչ բարոյական արժեքներ ունեցող մարդիկ են, որ ստորագրություն են տալիս անձնական հավատարմության Վեհապար Հայրապետի առջև։ Ու այսպես ուխտադրժություն են անում ու քաղաքական այսպես ուժի անձնական ընտանեկան թերթում է հրապարակվում իրենց հայտարարությունը, որը ակնհայտորեն իրենց գրածը չի, դեմ են տվել, ստորագրել են տվել։ Դե որ եթե այդ անեկդոտի պես որ ասում ինձ սպանեցին, դուք եք ընտրել այդ ճանապարհը։ Թեև հայ առաքելական եկեղեցին իհարկե ունի հնարավորություն տալիս է եւ գիտեք նույն այսօրվա խորհուրդը Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների խորհուրդը, Գեղարդի խորհուրդը, Գեղարդի պատմությունը որն էր այդ Ղունկիանոս կոչված հարյուրապետը հռոմեացի, հետո զղջման եւ ապաշխարության ճանապարհ է անցնում ըստ ավանդույթի։ Զղջման եւ ապաշխարության ճանապարհ է անցնում։ Նա իր նիզակով խոցել էր Տեր Հիսուս Քրիստոսի կողը եւ դրանով արյուն եւ ջուր էր դուրս եկել եւ արյունը մեր եկեղեցու ամենակարևոր խորհրդի հաղորդության խորհրդանիշն է ջուրը, մկրտության խորհրդանիշն է եւ դրանից հետո դարձի էր եկել։ Չգիտենք Աստծո ուղիները անքննելի են, այս մարդիկ այդ ճանապարհը կբռնեն թե չեն բռնի ինչ որ մեկը նրանցից, բայց իհարկե այս վերջերս շատ է խոսվում 20-ական 30-ական թվականների մի սրբազանի մասին, որը որ դուրս էր եկել այն ժամանակվա Գևորգ կաթողիկոսի դեմ եւ կարգալույց էր արվել, հետո աղերսում էր կաթողիկոսին, որ իրեն ների, բայց կաթողիկոսը ինչեւ վերջ չներեց։ Երևի ուշ էր արդեն։ Իսկ դեռ ուշ չի, չնայած չգիտեմ, կարող է ուշ չեմ կարող ասել։ Բայց այս մարդիկ, այս 10 արևմտյան թեմի առաջնորդի մասին չեմ խոսում, այդտեղ ակնհայտ քաղաքական գործարքի տպավորություն է, ակնհայտ իրենց Վեհապարի տեխնացու նետանձն է, դրան չեմ էլ ուզում քննարկեմ, բայց մյուսների մասով ակնհայտ է, որ ես չգիտեմ որևէ մեկին, որ այդքան հեղինակություն ունի, որ 100 հոգի մարդ կարող է իր հոտից իր հետևից տանել Վեհապար Հայրապետի դեմ գործելիս։ Իսկ Վեհապար Հայրապետը եւ մեր մայրա Թոր Սուրբ Էջմիածինը այսօրվա բազմամարդ պատարակն էլ դրան առհավատ չա, ես կարծում եմ թող իմանան, որ իրենց մի կես բերան կոչով անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք մեր մարմիններով պաշտպանել մայրա Թորը ու հարյուրավոր ու հազարավոր մարդիկ։ Հազարավոր մարդիկ, եթե ոչ ավել։ Որովհետև սա մեր համար սրբություն է, այլ ոչ թե Բենթլի։ Այլ ոչ թե Բենթլի է մեր համար, կամ դեկանի պաշտոն տրոշներով անձնավորության համար ինչպես։ Ճղճիմություն։ Ինձ հանել են դեկանից, ես ուզում եմ դեկան դառնամ։ Շատ կարևոր պահ է եւ յուրաքանչյուրս պետք է մեր որոշումը մեր մեջ կայացնի։
Մեզ են դիմել այս 10-ը, ինձ են դիմել եւ ես հիմա պատասխանում եմ։ Պաշտլիվին արդեն ասել էի։ Պես հավատավոր հոտ ինձ են դիմել, ասում են պետք է վեհապարը հրաժարական տա։ Ուխտադրուժներ։ Անձնապես ձեռքով ստորագրված ուխտը խախտողներ։ 99 թվի ընտրության մասին են խոսում։ Նավասարդ սրբազանն էր վեհապարին օծող 12 եպիսկոպոսներից մեկը։ Ինչ ես խոսում դրա մասին։ Նավասարդ սրբազան։ 12 օծողներից մեկը ինքն էր։ Կամ 99 թվականի մասին խոսում է, ասենք այն ջահել ջուհուլներ։ Դուք այն ժամանակ ինչ գիտեք այնտեղ ինչ է կատարվել։ 77 թիվ էր նրանցից մեկը։ 20 քանի տարեկան, 22 տարեկան։ Ինչ գիտես այն ժամանակ ինչ է կատարվել։ Մոռանում են ասել, որ ոչ միայն 99 թվականին, 95 թվականին էր ներկայիս Գարեգին վեհապարը այսպես ավելի շատ ձայներ հավաքել, քան Գարեգին առաջին վեհապարը, որ ընտրվեց, եւ հրաժարվել էր մասնակցել։ Այդ ինչ հաջորդ փուլից, ինչ բան կար, կարիք կար այդքանից հետո ինչ որ կեղծիքի կապ չեմ անում ինչ։ Ակնհայտ էր ողջ եկեղեցու համար, որ ֆավորիտ տեխնացուն հենց Գարեգին այն ժամանակ arczepiskopos Ներսիսյանն է։ Մաքուր Նիկոլ Փաշինյանի տեքստ։ Գիտեք, այս մարդիկ իրենց պատիվը զրոյի են հավասարեցրել։ Գնալով եւ ձեր սեղմում անելով էլ չեմ այն Արցախի թեմի առաջնորդի մասը հələ մի կողմ, մի մարդու, որ իրենց հոգևոր հորը, իրենց օծողին շատերի համար Ավազան անունով է կոչում։ Հիմա իրենք իրավունք ունեն հոգևոր անուն կրելու, թե չէ։ Պատվազուրկ մարդիկ։ Նրանք պատվի նշույլ ունենալու իրավունք ունեն։ Նրանց կարող են այլոքել միանալ, ինչ որ հայտարարություններ կան, մի վիրավորեք, չհասկացանք, այդ հայտարարություններ անող մյուս սրբազաններից մեկի հայտարարությունը տեսա։ Երաշնորհ Տեր, այդ որ բան են անում, ինչ այլանդակություն ասես, օրինակ Բագրատ Սրբազանի մասին էին տարածում, Միքայել Սրբազանի մասին էին տարածում, չեմ հիշում, որ դուք դրա հետ կապված խոսացած լինեք։ Ամեն դեպքում այն հուդային ինչ էին ասում են ինչ անում եք շուտ արեք։ Եթե կան այլ մարդիկ, ես շատ կուզենայի, որ նրանք շատ արագ միանան այս ուխտադրուժների խմբին։ Չգիտեմ, ուրիշ մեկը կա, որ ինչ որ մի խոսքով։ Մեր եկեղեցին բազմաթիվ անգամներ այսպիսի փորձությունների միջով անցել։ Մեր հոգևոր ամրությունը, կարծում եմ, այստեղ շատ կարևոր գործոն է, եւ պետք է այն չկորցնենք։ Իսկ վեհապար հայրապետը, կարծում եմ, շատ կարևոր է, որ իմանա եւ մենք յուրաքանչյուրս դա արտահայտենք, որ մենք պատրաստ ենք վեհապարի կոչով ցանկացած պահի մեր մարմիններով պաշտպանել մեր սրբությունները։ Մեր մարմիններով պաշտպանել մեր սրբությունները։ Այն մարդկանցից, որոնք մեկը իր Բենթլին պաշտպանելու համար, մյուսը իր դեկանի աթոռը վերաստանալու համար, այն երրորդը իր հեկը եւ մյուս բիզնեսները պահելու համար պատրաստ են ուխտադրժության եւ անցել են Ռուբիկոնը ուխտադրժության։ Այն Գևորգ Սրբազանը Մասյացօգնի առաջնորդը թարապես շատ խնդալու է էլի նրա պարագան։ Մեր եկեղեցին ունի 3 գերված սրբազան եւ եթե մենք պատկերացնում ենք սրբազանների պետք է առաջերտին նրանց պատկերացնել։ Իսկ պատվազուրկները ինչ ասեմ։ Երևի միայն բանը որ կարող ենք աղոթել, որ գոնե նրանց մի մասը, գոնե մեկը նրանցից ես շատ կուզենայի, որ այս ուղին, այս զղջման ինչ որ Սուրբ Հոգու շնորհ ունեցող մարդ որպես սատանայի գերին է ճիշտ է այս պայն դարձած, բայց ունենան այս զղջման եւ ապաշխարության ուղի անցնել։ Իհարկե դա ծանր ուղի է լինելու, որովհետեւ նրանք մեծ մեղք են
են թույլ տվել։ Մեծ մեղք են թույլ տվել։ Պատիվը զրոյի են հավասարեցրել։ Քրիստոնյայի եւ հայի պատիվն են զրոյի հավասարեցրել։ Եվ շատ լավ բան է գրում օգտատերերից մեկը չեմ տեսնում ով, այդ իմ անեկդոտը է, որով սկսեցի, որ ասում է պապիկ, մա քեզ ինչ արեցին։ Այս ինչ արեցին, թե սպանեցին, ասում է ինձ սպանեցին, այն աստվածաշնչյան հայտնի խոսք է, որ ասում է թողնենք մեռելները թող իրենց մեռելներին թաղեն։ Այդ հայտնի Քրիստոսի խոսքը։ Թող գնան իրանց պեսինների հետ շփվեն։ Վերջում ուզում եմ իմ հիացմունքը հայտնել, հիացմունքը պարզապես երևի չեմ էլ անդրադարձել այդ գործին, բայց սա ուղղակի փայլուն նախաձեռնություններ, Նարեկ Կարապետյանի մասին է խոսքը, որը հրաշալի տեքստ էր գրել։ Ասկե տեքստի համար չէ, վճռականության համար։ Ասում եմ, ես 15 տարի Սուրբ Սարգիս առաջնորդանից եկեղեցի եմ գնում։ Եվ հիմա ինչ որ մեկի պատճառով, ինչ որ տուրիստի պատճառով, որոնք որ քաղաքական տուրիստ որպես վաղը գալու են, ուրեմն չեմ հրաժարվելու այնտեղ գնալու մտքից։ Եվ ես այո գնալու եմ եւ մասնակցելու եմ պատարագին։ Եվ տեսա որ լիքը մարդ ասեց այո մենք գնալու ենք եւ մասնակցենք պատարագին։ Մի կարևոր բան է, կարգի մեջ գտնվող հոգեվորականի կողմից մատուցված պատարագը կարգի մեջ գտնվողի մասին է խոսքը։ Վավեր պատարագ է անկախ դրանից մենք գործ ունենք սրիկայի հետ, թե բարոյական եւ սրբա կենցաղ մարդու հետ։ Ինչու՞, շատ պարզ պատճառով, որտեղ պատարագ մատուցողը նա չէ։ Քրիստոսն է, այսինքն ոչ թե Քրիստոսն է, այլ Սուրբ Հոգին է այս գործողությունը կատարողը։ Ձեռամբ, այդ մարդկանց ձեռամբ, որոնք ունեն այո կարգ, որը այսօր կա, վաղը կարող է չլինի կամ չգիտեմ։ Եվ պետք չի վարանել պատարակներին մասնակցելու, դա մեր եկեղեցին է, Բենթլիների եկեղեցին չի։ Բենթլիների եկեղեցին չի։ Եվ պրոշների եկեղեցին չի։ Պրոշով տղամարդկանց։ Որոնք որ դեկանի աթոռը տենց ձեռքից տարել էին, նեղվել էին դրանից։ Եվ այդ պատճառով դիմել են ուխտադրժության։ Մեր եկեղեցին է, այո մեր եկեղեցում կարող են լինել խնդիրներ, բայց գնայիք ձեր խնդիրները ներսում լուծեիք, գնայիք ձեր խնդիրները բարձրացնեիք։ Եկեղեցում այո միշտ էլ կարող են խնդիրներ լինել, բայց այդ խնդիրները ուխտադրժությամբ չեն լուծվում եւ մեր սրբությունները պղծության հանձնողի արչեւ խոնարհվելով չեն լուծվում։ Ու չկա որևէ արդարացում դրա համար։ Չի կարող լինել որևէ արդարացում դրա համար։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը այս պատվազրկության միջոցով, պատվազուրկների միջոցով է ուզում առողջացնել մեր եկեղեցին, բարի ճանապարհ։ Թող այդ ճանապարհով գնա։ Այսքանն եմ ուզում ասել, վաղը կիրակի է եւ անկեղծ ասած այսօր ես մասնակցեցի պատարագին, նորից ասեմ, մեծ պատիվ եմ համարում այսօրվա այդ պատարագին մասնակցելը եւ նաեւ մեր Սուրբ Գեղարդին մոտիկից տեսնելը, դա մեր սրբոցն է։ Այդտեղից է սկսել մեր եկեղեցին։ Եվ գիտեք, եկեղեցում հաճախ են լինում, որ խնդիրներ են առաջանում եւ դրանք պետք է լուծվեն։ Այդ 1700-ամյակներ դրա համար էր գնացել Պապը հասել Նիկիայի ավերակներին, այսինքն։ Եվ Բարդուղիմեոս պատրիարքի հետ հայտարարություններ անում։ Նիկիայում էլ խնդիր կար։ Հերձվածներ էին հայտնվել, որոնք որ մարդկանց գայթակղում էին։ Կտրուկ այդ հարցը լուծեցին, կտրուկ ժողովի մակարդակով։ Եվ այդ հայտնի պատմությունը կա, թե ինչպես է Նիկողայոս եպիսկոպոսը, որը հետո ժողովրդական ֆոլկլորով կամաց վերածվեց բոլորիս շատ հայտնի Սանտա Կլաուսի, այդ Նիկողայոս եպիսկոպոսն է հիմքը այդ կերպարի,
Փոքր Ասիայի քաղաքներից մեկի եպիսկոպոսը վեր կանում եւ չափալախում Արիոսին հերձվածող։ Եկեղեցին իր խոնարհության ժամանակները ունի, ժամանակները կգան, երբ որ այսպես եկեղեցին նաև կարծում եմ իր հոգևոր իշխանությունը կիրացնի իր ուխտադրուժներից եւ եկեղեցին պղծողներից մաքրելու համար այդ ամեն ինչի իր ժամանակը կարծում եմ կունենա։ Պարզ պատճառով եկեղեցին դա հիմնարկ չի, եկեղեցին գտնվում է աստվածային պաշտպանության ներքո եւ Աստծո ուղիներ անկնելի են։ Մենք չգիտենք օրինակ։ Գուցե սա մեր եկեղեցու մաքրության ճանապարհն է, որովհետեւ իրոք մեր կողքին փաստորեն այսպիսի մարդիկ կային, որոնք պաշտպանվում էին եկեղեցու մասը լինելու արքեպիսկոպոսական, եպիսկոպոսական վահանով, բայց իրենց ընկերները, իրենց 3 եղբայրները նստած մարդիկ գնում ձեռք են սեղմում։ Մարդիկ գնում այսպես դառնում են Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի թղթակիցը, ստորագրություններ են դնում։ Իսկ ամենաանպատվելին, ամենախայտառակ վարքագիծը իհարկե Վրթանես Սրբազանինն է, որը որ շատ լավ է, որ շատ արագ արձագանք եղավ արցախցիներից, այսօր տեսնեք այդ իր գրած այդ ամոթալի պարզաբանման տակ ինչ էր կատարում։ Եվ վաղը գետնի վրա արդեն։ Վրթանես Սրբազան, խնդրում եմ ձեզ, վաղը անպայման ժամը 3-ին լինել ձեր առաջնորդարանում, որտեղ որ դուք պարտավոր եք լինել իհարկե, եւ ձեր հավատավոր ժողովրդի հետ զրուցել, բացատրել։ Հիմա այսքան ես խոսեցի։ Ինչ իմանամ, կարողա դուք ավելի տենց բացատրություն ունեք, որը որ մարդկանց, կարողա դուք բացատրում եք, որ պետքա գնալ Ալիևի առջև խոնարհվել, Փաշազադեի առջև խոնարհվել, կարողա դուք բացատրում եք, որ պետքա գնալ իսլամ ընդունել։ Չգիտեմ, ոչինչ չեմ բացառում։ Վրթանես Սրբազան, Ավազանի անունը կամո։ Եվ չգիտեմ, Սրբազանի անունը պահպանում է, իրավունք ունի շարունակել կրել, չգիտեմ։ Բացատրեք ձեր ժողովրդին։ Այսքանը, շնորհակալություն, ստեսություն։